Ոնց է աշխատում ինտերնետը։ Երբեք չեք հետաքրքրվել մի բան, որ թվում է թե բոլորս գիտենք, բայց իրականում այդքան էլ լավ չգիտենք։ Կարծում եմ արդարացի ասել, որ ինտերնետը այսօր դարձել է մեր կյանքի անբաժան մասը։ Հաղորդակցվում ենք ինտերնետով, անձնական տվյալներ փոխանցում, սնունդ պատվիրում, տաքսի պատվիրում, նոր բաներ սովորում, աշխատում, վիդեոներն եք նայում ինտերնետով, բայց մինչև վերջ չեք հասկանում այս ամեն ինչը ոնց է աշխատում։ Ուրեմն այսօր իրար հետ կիմանանք ով է ստեղծել ինտերնետը, ինչ է նշանակում ինտերնետ բառը, երբ ու ինչի համար է ստեղծվել ինտերնետը, որտեղ է գտնվում ինտերնետը, ինչի են մեր ինտերնետին վտանգ սպառում շնաձկներն ու վրացի տատիները, թե քո անձնական գաղտնի նկարներն ու նամակները ճանապարհորդում տարբեր ռոուտերներով, ինչի է վիդեոքոլերի ու խաղերի ժամանակ կտրտում ու ամենամեծ ու կարևոր հարցը՝ ոնց է աշխատում ինտերնետը։ Համավուտել խմելու բան վերցրեք, ընտանիքի անդամներին, ընկերներին հավաքեք, եկեք հետաքրքիր վիդեո լինելու։ Իրականում ինտերնետը բավականին բարդ ու կոմպլեքս բան է, բայց փորձել եմ մաքսիմալ հեշտացնեմ ու հասարակ ձևով բացատրեմ, որ բոլորին պարզ լինի։ Գնացինք։ Լավ, եկեք սկսենք սկզբից։ Ոնց ու որտեղ է ստեղծվել ինտերնետը։ Կարծում եմ բոլորս էլ պարզ է, որ այս պատմությունը սկսում է Ամերիկայից։ Ոչ, մի րոպե։ Այս պատմությունը իրականում սկսում է սովետական միությունից։ Պատանի դիտողների համար, ովքեր չգիտեն ինչ է սովետական միությունը, այս վիդեոից հետո կարաք Google անեք։ Այս պատմությունը սկսում է, երբ 1957 թվականի հոկտեմբերի 4-ին սովետական միությունը տիեզերք ուղարկեց մարդկանց կողմից ստեղծված առաջին արհեստական արբանյակը։ Եվ իհարկե Ամերիկայից ընդհանրապես դուր չեկավ, քանի որ այս երկու կողմերը կարելի ասել գտնվում էին սառը պատերազմի մեջ ու ամեն ինչում փորձում էին լինեին առաջինը, ամենահզորը, ամենազարգացածը, առաջատարը ու այս ամեն ինչի հետ չհամակերպվելով Ամերիկայի 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը 1958 թվականին ստեղծեց երկու կարևորագույն կառույց։ Բոլորից քաջ հայտնի NASA-ն, որի նպատակն էր տիեզերքի ուսումնասիրության հարցում չզիջել եւ ավելին առաջ անցնել սովետական միությունից։ Եվ ստեղծեց երկրորդ կառույցը՝ ARPA-ն, Advanced Research Projects Agency։ Եթե փորձենք թարգմանենք, առաջատար նախագծերի հետազոտման գործակալություն։ Հետո կառույցը անվանափոխվեց DARPA, Defense Advanced Research Projects Agency, առաջատար պաշտպանական նախագծերի հետազոտման գործակալություն, ժամանակի ընթացքում այս գործակալության անունը փոխվեց ARPA, հետո DARPA, ինչ որ չէին կողմնորոշվում, բայց վերջում ոնց հասկացանք անունը մնացել է DARPA, դրա համար այս վիդեոյի ընթացքում կասենք DARPA։ Ու այս կառույցի նպատակն էր ստեղծել ու զարգացնել ամենահզոր ու նորարարական տեխնոլոգիաները մարդկության պատմության մեջ։ Ու DARPA-ն իր պրոյեկտների համար համագործակցում էր տարբեր գիտնականների ու համալսարանների հետ, որոնք ունեին ամենազարգացած համակարգիչները այդ ժամանակվա։ Ոստեղ մի հատ հետաքրքիր փաստ, այդ ժամանակվա համակարգիչները իրականում չէին կոչվում համակարգիչներ, հա, computers, այլ կոչվում էին mainframe-եր ու բառից բուն իմաստով սենյակի չափսեր ունեին։ Բայց հիմա որ շփոթմունք չստեղծվի, վիդեոյի ընթացքում կօգտագործենք համակարգիչ բառը։ Ավելի արդյունավետ աշխատելու համար գիտնականներին անհրաժեշտ էր ամենօրյա կարգով հեռախոսակապի մեջ լինեին գոլեգաների հետ, որոնք երբեմն գտնվում էին երկրի մյուս ծայրում։ Կամ գիտնականներին անհրաժեշտ էր լինում օգտագործել ուրիշ համակարգիչ, ասենք մեկը շատ լավ էր անում մաթեմատիկական հաշվարկներ, մյուսը օթերոթաբանական կանխատեսումներ ու էլի այս համակարգիչները գտնվում են երկրի տարբեր ծայրերում ու ամեն անգամ գնալ գալը դա ուղղակի ռեսուրսների ու ժամանակի կորուստ էր։ Կամ ասենք հեռախոսազանգերի մեջ լինելը էլի ժամանակի կորուստ էր, իսկ DARPA-ի նպատակն էր ամեն ինչ անել արագ ու արդյունավետ։ Ու այդ ժամանակ այս գիտնականը Linklater-ը թեորի առաջ բերեց։ Իսկ ինչ եթե այդ հեռախոսագծերը օգտագործենք համակարգիչները իրար միացնելու համար։ Ու տենց էլ արեցին, հեռախոսագծերը օգտագործելով համակարգիչները ուղիղ միացրեցին իրար։ Ու ստացվեց ARPA network-ը կամ ARPANET-ը։ Կարելի ասել ինտերնետի նախապապը։ Եվ այս network-ում առաջինը միմյանց միացրեցին UCLA համալսարանի ու Ստենֆորդի հետազոտական համալսարանի համակարգիչները։ Ու առաջի բանը, որ փորձեցին ուղարկեն այս հեռախոսակապով, դա login բառն էր, որը իդեպ պսակվեց անհաջողությամբ։ Առաջին երկու տառեր ուղարկելուց հետո համակարգը ուղղակի խափանվեց։ Որոշների մեկնաբանության պատճառը համ ինքնին փոխանցման համակարգներ, համ հեռախոսագծերը, որոնք նախատեսված չէին նմանատիպ գործի համար, բայց հետո վերականգնվեց այս համակարգը ու հաջողվեց ուղարկել login բառը։ Երբ հասկացան, որ սա պրակտիկորեն աշխատող մեթոդ է, ARPANET-ը սկսեց մեծանալ։ Բայց մեծանալու հետ մեկտեղ ցանցի խնդիրներն էլ սկսեց մեծանալ։ Կապով փոխանցվող տեքստային ֆայլերը կիսատ էին հասնում կամ ընդհանրապես չէին հասնում, կամ մեծ ֆայլերի դեպքում հեռախոսալարերի անցողունակությունն էր խնդիր հանդիսանում, ու ստեղ խելոք մարդիկ հասկացան։
ֆայլը ուղարկել որպես մեկ մեծ ֆայլ արդյունավետ չի։ Ու առաջացավ packet switching-ը, ֆայլերը մասերի բաժանելու ու տարբեր ճանապարհով ուղարկելու գաղափարը։ Այս մոտեցմամբ ֆայլերը բաժանվում են հազարավոր փոքր մասերի, պակետների, մոտ 1500 բայթ ծավալով ու նշանակետ ուղարկվում տարբեր ճանապարհներով, ցանցին միացված տարբեր ռոտորներով։ Եկեք մի հատ բարձ օրինակով պատկերացնենք։ Մենք ունենք AES նկարը, որը ցանկանում ենք ուղարկենք A կետից B կետ։ Այն բաժանում ենք տարբեր մասերի, դնում տարբեր պակետների մեջ, որի վրա պարտադիր նշվում է ուղարկողի տվյալները, ստացողի տվյալները եւ հերթական համարը։ Այսինքն ֆայլի որ մասն է պարունակում այս պակետի մեջ։ Օրինակ 4-ից 1-ը, 4-ից 2-ը եւ նշանակետ ուղարկում տարբեր ռոտորներով։ Տարբեր ճանապարհով ուղարկելու գաղափարը եկել է նրանից, որ եթե նույնիսկ մեկ հեռախոսագիծը կամ ռոտորը վնասված լինի, պակետներից մեկը ճանապարհին կորի կամ նույնիսկ վատթարագույն դեպքում հասնի միայն մեկ պակետը, ստացողը կիմանա, որ իրան ինչ-որ բան են ուղարկում եւ պակետների վրայի հասցեով հետադարձ կապ կհաստատի ու պակասող պակետները կխնդրի նորից ուղարկեն։ Ինչեւ որ լիարժեք ֆայլը հավաքված լինի։ Սա մաքսիմալ պարզեցված տարբերակն է, որ ուղղակի հասկանաք ոնց են աշխատում պակետները, իրականում ոնց ասացի, պակետները բաժանվում են հազարավոր մասերի ու իրանց վրա գրվում է մի քիչ ավելի շատ ինֆորմացիա պակետի մասին, բայց սա ընդհանուր գաղափարներ։ Եվ այս բարելավումներով ARPANET-ը ավելի է մեծանում, միանում են նոր համալսարաններ, գիտնականներ եւ անխուսափելիորեն հայտնում են ARPANET-ի նման այլ նետվորքեր, այլ ցանցեր, ընդհանուր մինչև այլ երկրներում։ Եվ գաղափարը առաջանում այս նետվորքերը միացնել միմյանց։ Ոստեղ մի հատ հետաքրքիր փաստ, ինտերնետ բառը ծնվել է ստեղից interconnected network, ոնց որ փոխկապակցված ցանց, interconnected network, network, internet, ինտերնետ։ Եվ այս ցանցերի ընդլայնման հետ առաջանում է մի ուրիշ խնդիր։ Ոնց անեն, որ տարբեր կազմակերպությունների կողմից ստեղծված նետվորքերը խոսան մի ընդհանուր լեզվով, հասկանան իրար ու ունենան կոնկրետ հասցե։ Ոստեղ առաջ են գալիս TCP/IP պրոտոկոլները։ Ուրեմն շատ արագ ինչա պրոտոկոլը։ Դա հրահանգների, կանոնների նախապես համաձայնեցված հերթականություն է, որին հետևում են մեր դեպքում համակարգիչները ինչ որ բան անելուց առաջ, ընթացքում եւ ավարտին։ Նայեք, պատկերացրեք հստակ ուղեցույց, որը նույնիսկ հասկանալի է տարբեր լեզուներով խոսացող մարդկանց համար։ Ասենք օրինակ հասարակական վայրերում սանհանգույցները տարբերող նշանները։ Կապ չունի մարդը ինչ լեզվով է խոսում, հայերեն, անգլերեն թե ֆրանսերեն։ Բոլորն էլ հասկանում են, որ այս նշանը տղամարդկանց սանհանգույցի համար է, այս նշանը կանանց։ Հասկացաք, չէ՞, նախապես ընդունված պայմանավորված հրահանգներ ու կանոններ, որին հետևում են պրոտոկոլին միացված բոլոր համակարգիչները։ Նայեք, IP պրոտոկոլը նախև առաջինը համոզվում էր, որ մեծ ցանցին միացված բոլոր համակարգիչները ունեն կոնկրետ IP հասցեներ, որով նույնիսկ հեշտ կլիներ միանալ այլ երկրի ցանցում գտնվող համակարգչին։ Իսկ TCP պրոտոկոլը լուծում էր մի այլ կարևոր խնդիր՝ վնասված կամ կորած պակետների ավտոմատ հարցում եւ վերականգնում։ Այսինքն TCP պրոտոկոլը ստուգում էր բոլոր ֆայլերը, անհրաժեշտության դեպքում խնդրում ուղարկել կորածները եւ լիարժեք ֆայլը ստանալուց հետո հաստատում ստացման մասին։ Այսինքն անհրաժեշտություն չկար մարդկանց կողմից անհատապես ստուգել այս ֆայլերը, TCP-ն այդ ամեն ինչը անում էր ավտոմատ մարդկանց փոխարեն։ Ու այս ամեն ինչը վայրկյանների ընթացքում։ Եվ TCP/IP պրոտոկոլից հետո ստեղծվեց UDP պրոտոկոլը, որը աշխատում էր ավելի արագ, պակետները ավելի արագ էր ուղարկում, բայց չկար ստուգման համակարգ, արդյոք այդ ֆայլերը լիարժեք տեղ հասան թե չէ։ Ու կարելի ասել UDP պրոտոկոլի պատճառով է, որ մեր խաղերն ու վիդեոները կախում են։ Նայեք, TCP-ն համեմատաբար դանդաղ է, բայց համոզվում է, որ բոլոր պակետները լիարժեք հասան տեղ։ Իսկ UDP-ն արագ, բայց կորած պակետները ուղղակի անտեսում է, ոնց որ ասում է անցանք առաջ։ Այսինքն երբ քոլի ժամանակ, ասենք ինտերնետի խափանման պատճառով կամ սերվերի խափանման պատճառով պակետները տեղ չեն հասնում, UDP-ն ասում է ոչինչ, այդ վարկյանները ցույց մի տուր, անցի առաջ, ինչ կա, այդ ցույց տուր։ Բայց մեկ է, UDP պրոտոկոլը անհրաժեշտություն է օնլայն խաղերի, վիդեոքոլների ու նմանատիպ բաների համար, որտեղ կապի արագությունը պրիորիտետ է։ Եք, ինչքան մեծանում էին այս ցանցեր ու այս ցանցում համակարգիչները, այնքան դժվարանում էր հիշել ու գրանցել այս բոլոր IP հասցեները, որոնք ուղղակի իրանցից բան չասող թվեր էին։ Ու այդ ժամանակ ծագեց մի ուրիշ հոյակապ գաղափար։ Այս IP հասցեներին կցել անուններ, որ ավելի հեշտ լինի հիշել։ Ասենք ոնց մեր հեռախոսների հեռախոսագրքերում։ Մենք չենք հիշում երկար հեռախոսահամարներ, այլ ուղղակի հիշում ենք մարդու անունը։ Ու հեռախոսագրքում արդեն կա իր հետ ասոցացվող համարը։ ARPANET-ը ուներ նմանատիպ հեռախոսագիրք, որը ուղղակի տեքստային ֆայլ էր ու կոչվում էր host.txt, որտեղ պահվում էին IP հասցեները ու դրանց հետ ասոցացվող համակարգիչների տեղանունները։ Մոտավորապես այս տեսքն ուներ։
էր։ Ու այս գլխավոր ֆայլը պահվում էր Ստենֆորդի հետազոտական համալսարանում ու ցանկացողները կարային միանային Ստենֆորդի սերվերին ու ֆայլի կրկնօրինակը ներբեռնեին արդեն թարմացված IP հասցեներով։ Բայց այս վիդեոն բայթեր շատ են լինելու ի դեպ, բայց համակարգիչների ու ցանցերի շատացման հետ զուգահեռ այս host ֆայլը դառնում էր շատ մեծ չափսերով ու ավելի շատ համակարգիչներ էին փորձում միանալ Ստենֆորդի հետազոտական համալսարանի սերվերներին ֆայլը ներբեռնելու համար, որ իր հերթին ահավոր ծանրաբեռնում էր Ստենֆորդի ցանցը։ Ու այս խնդրին ի պատասխան ստեղծվում են առանձին բազմաշերտանոց սերվերներ, որոնք պատասխանատու են լինում այս IP հասցեների ու անունների պահպանմամբ եւ բաց հասանելիությամբ։ Ժամանակի ընթացքում այս հասցեները ձևափոխվում են, ստանում են առանձին անուն, դոմեյններ, ու սկսում են իրաց մեջ պարունակել գտնվելու վայրի անունը ու վերջաբան, որը կհուշեր հասկանալ թե ում է պատկանում համակարգիչը։ Ասենք .com կոմերցիոն բիզնեսների համար, .net ցանցային կառույցների համար, .org հաճախ ոչ առևտրային կազմակերպությունների համար եւ այդպես շարունակ։ Ու որպես այդպեսին վերածվում են մեզ այսօր հայտնի ֆորմատին, որտեղ մենք ուղղակի պետքա հիշենք ու հավաքենք կայքի անունը։ Ու այս ընդհանուր բազմաշերտանոց դոմեյնների բազան կոչվում է Domain Name System կամ DNS։ Մինչև այս պահը համակարգիչների միջև կապը, սերվերների միջև կապը պահպանվում էր տերմինալի միջոցով, ուղղակի type անելով։ Եթե ինչ-որ բան էիր ուզում անել, պետք է իմանալ ճիշտ հրահանգը այդ գործողությունը անելու համար։ Համաձայնեք, որ այդքան էլ հարմար չի, ու այն վաղ կար մի հատ մարդ, ով էլի նույն ձև էր մտածում։ Հարմար չի, աչքի համար սիրուն չի ու պրակտիկ չի։ Ու դա սերնում աշխատող բրիտանացի համակարգչային գիտնական Tim Berners-Lee էր, ով ինքնուրույն 1990 թվականին ստեղծեց առաջի բրաուզերը, որը կոչվում էր World Wide Web, առաջին վեբ սերվերը, որը իր աշխատանքային համակարգիչն էր, եւ մշակեց HTML-ի ու HTTP-ի առաջի տարբերակը, ու այս գործիքների օգնությամբ 1991 թվականին գործարկեց աշխարհի առաջի վեբ կայքը, որը գուշակեք ինչ էր կոչվում World Wide Web։ Շփոթմունք ստեղծելու համար բրաուզերի անունը հետո փոխվեց Nexus, բայց World Wide Web-ը մնաց ու կայքերի սկզբում են 3 W-ն են www։ Այդ հենց World Wide Web-ի առաջի տարրերն են։ Այսինքն օգտակար ինֆորմացիա, եթե չգիտեիք։ Եթե վիդեոն ձեզ օգտակար է, գիտեք չէ՞ ինչ պետք է անենք, բաժանորդագրվում ենք, լայք, զանգակի վրա, բոլորը գիտեք, շատ շնորհակալ կլինեմ։ Ու հիմա ուշադիր, այս հենց այդ աշխարհի առաջին վեբ կայքն է։ Հա, նման չի այն ինչին, որ մենք սովորենք այսօր, բայց սա միտված էր ամեն ինչ հեշտացնելու համար, որ ուղղակի լիներ պարզ բացատրություն, հայպերլինքեր, որոնցով կարելի կլիներ անցնել ու անհրաժեշտ ինֆորմացիան ստանալ աչքի համար ավելի հաճելի ձևով։ Հողումը կտողեմ նկարագրությունում կարաք ինքներդ մտնեք նայեք։ Իրականում կարևոր է նշեմ, որ սա առաջին կայքի մեկին մեկ կրկնօրինակն է, որը CERN-ը իր արխիվներից վերականգնել է, քանի որ հենց օրիգինալ համակարգիչ սերվերը չի պահպանվել, բայց ի սկզբանե կայքը այս տեսքն է ունեցել։ Կարծում եմ կարանք ասենք, որ Tim Berners-Lee-ն համացանցի առաջին UI UX դիզայներն է եղել։ Okay, գանք մեր օրեր։ Իսկ ոնց է համացանցը աշխատում այսօր։ Երբ թե կզարմանաք, բայց պլյուս-մինուս նույն ձև։ Եկեք նայենք պարզ օրինակի վրա։ Հիմա դուք այս վիդեոն նայում եք YouTube-ով կամ YouTube հավելվածով կամ ինչ-որ բրաուզերով։ Իրոք, ոնց է ձեր սմարթֆոնում կամ համակարգչում հայտնվում այս վիդեոն, որը ես ներբեռնել եմ հազարավոր կիլոմետրեր ենկոմ YouTube-ի սերվերներ ինչ-որ միտեղ Ամերիկայում։ Սկսենք սկզբից։ Գնում ենք բրաուզեր ու հավաքում youtube.com։ Մեր բրաուզերը առաջին ստուգում է իր քեշ հիշողությունը, որպեսզի հասկանա եղել են արդյոք նախկինում մուտքեր youtube.com եւ ինչ IP հասցե է կցված այդ անունին, այդ դոմեյնին։ Եկեք ենթադրենք նախկինում չեն գնաց է youtube.com ու բրաուզերը քեշ հիշողության մեջ չկա այդ անունը իր IP-ով։ Բրաուզերը հաջորդիվ հարցնում է համակարգչին, արդյոք ինքը ունի YouTube-ի IP հասցեն։ Ենթադրենք էլի պատասխանը գալիս է, որ չկա։ Հաջորդիվ հարցումը գնում է ինտերնետը տարածող ռոուտերին, օրինակ տան ռոուտերին, այս իրան, եւ ռոուտերն աստուգում իր քեշ հիշողության մեջ։ Ոստեղ մի հատ հետաքրքիր բան է լինում, եթե նույնիսկ դուք չեք գնացել youtube.com, բայց ընտանիքի անդամներից մեկն է գնացել youtube.com, YouTube-ի թարմ IP հասցեն ռոուտերի քեշ հիշողության մեջից է գտնվում։ Բայց էլի եկեք ենթադրենք ռոուտերը ասում է, որ չունի հասցեն։ Հաջորդիվ հարցումը այս օպտիկական լարի միջոցով գնում է ձեր ինտերնետ կապը ապահովող ընկերությանը։ Ոստեղ իրենք հարցումը ուղարկում են իրանց կողմից վստահված DNS սերվերներին, որոնք որ արդեն տալիս են պատասխանը, թե որն է youtube.com-ի IP հասցեն։ Ու ոնց մենք իմացանք առաջին մասում բազմաշերտանոց DNS սերվերները հենց դրա համար են նախատեսված, որ պահեն կայքերի IP հասցեները իրանց հետ ասոցացվող անուններով։ Ու եթե մինչև հիմա չհասկացաք, պինդ բռնվեք ասեմ։ Տեխնիկապես youtube.com, google.com, facebook.com, instagram.com եւ այլն նմանատիպ հասցեներ գոյություն չունեն։ Չնայած
ճիշտ կլինի ասել, սրանք հասցեներ չեն, IP հասցեներն են հասցեներ։ Սրանք ուղղակի անուններ են, որ DNS սերվերները հասկանան, թե ձեզ ինչ IP հասցե ուղարկեն։ Պատկերացրեք ինչ որ տեղ եք ուզում գնաք, օրինակ կենթանաբանական այգի։ Բացում եք նավիգատորը ու գրում կենթանաբանական այգի։ Ու ինքը ձեզ միանգամից տալիս է հասցեն, ինքը հասկանում է դուք ուր եք ուզում գնաք ու տալիս է այդ տեղի հասցեն, բայց կենթանաբանական այգին ինքնին հասցե չի, դա հասցեի անուն չի, դա ուղղակի տեղանունի անունն է, կենթանաբանական այգու հասցեն միասնիկյան 20-ն է։ Այս բaragայում նավիգատորը կարելի ասել հենց ստանում է DNS սերվերի դերը, որ հասկանում է դուք ուր եք ուզում գնաք ու ձեզ տալիս է այդ տեղի հասցեն։ Կարեք հիմա ձեր սմարթֆոններում բացեք, փորձեք, հետաքրքիր է։ DNS սերվերները այսօր առավել ակտուալ են, քանի որ եզակի չեն դեպքերը, երբ կայքերը փոխում են իրենց IP հասցեները ու մեզ պետք է ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի սերվեր, որտեղից մենք կարանք ստանանք այս կայքերի IP հասցեները։ Լավ, բա ոնց է ինտերնետ կապ ապահովողը միանում DNS սերվերներին, Ամերիկայում գտնվող YouTube-ի սերվերներին, օդով, զանգով, թե մտքի ուժով։ Չէ, իրականում գաղափարը մնացել է նույնը՝ լարերի միջոցով, բայց արդեն ոչ թե հեռախոսալարերի, այլ ինտերնետ կապի համար նախատեսված հաստ ու մեծ անսողունակությամբ օպտիկական լարերի միջոցով, որոնք անցնում են քաղաքների, օվկիանոսների միջով, ուստեղ մի հատ էլ հետաքրքիր փաստ, օպտիկական լարերի միջով ինֆորմացիան անցնում է գերարագ թարթող լույսի միջոցով, ոնց որ Morse կոդի նման։ Ու սրանք տասնյակ հազարավոր կիլոմետրերով լարեր են։ Ձեր էկրաններին հիմա կարաք տենեք մոտավոր ինչ տեսք ունեն այդ լարերը։ Ու վստահ եմ հիմա մտածում եք, բայց սա վտանգավոր չի, բա որ ինչ որ մեկը կտրի այս լարերը։ Ու հա, նմանատիպ դեպքեր եղել են ու լինում է։ Ասենք ոնց 2011 թվականին մի հատ վրացի տատիկ հողում պղինձ ման գալուց կտրել էր Հայաստանը ինտերնետով ապահովող կարևոր լարերից մեկը ու երկիրը մի քանի ժամով թողել առանց ինտերնետի։ Վրացի տատիներին ուսուսի տված մեր ինտերնետին վտանգ են սպառնում նաև շնաձուկերը։ Հիմա ձեր էկրաններին կարաք տենաք ոնց է շնաձուկը փորձում կծի ինտերնետի լարը։ Բայց կուզեմ ձեզ հանգստացնեմ, չնայած նրան, որ այս լարերի միջով էլի անցնում են փխրուն օպտիկական լարերը, իրանց արտաքին շերտը շատ ամուր է, համ դիմանում են շնաձկերին, համ վրացի տատիներին, համ օվկիանոսի ահռելի ճնշմանը։ Ու ոնց իմացանք առաջի մասից, այս խնդրին նաև օգնություն է գալիս packet switching-ը, եւ ձեր յուրաքանչյուր ինֆորմացիա կլինի դա տեքստ, նկար, վիդեո, բաժանվում է հազարավոր մասերի ու տեղափոխվում է հազարավոր լարերի միջով։ Հենց որ եթե մի լարն էլ կտրվի, մեծ խնդրեմ չի ուրիշ տեղով կանցնի, ուրիշ լարի մեջով կանցնի այդ ինֆորմացիան։ Լավ, YouTube-ին միանալու հարցումը հասավ տեղ։ Ինչա կատարվում այդ ժամանակ։ Մեր բրաուզերը ու YouTube-ի սերվերը իրար հետ ստեղծում են ապահով կոդավորված կապ, փոխանակվելով իրար հետ կոդավորման բանալիներով։ Ու այս ապահով կապը մեզ տալիս է HTTPS պրոտոկոլը։ Եթե հիմա բրաուզերի հասցեի տողում նայեք, հասցեից առաջ կարաք տենաք HTTPS նախաբանը, բայց ավելի տարիքովները կհիշեն, որ ժամանակին ուղղակի HTTP էր, որ ինֆորմացիան ուղղակի առանց կոդավորման բաց ձևով էր փոխանցում։ Ու ձեզ ինտերնետ տրամադրողը ցանկության դեպքում կարող է տաներ, թե ինչ եք գրում, ինչ նկարներ եք ուղարկում, բայց ժամանակի ընթացքում մարդիկ տարբեր ընկերություններ հասկացան, որ սա շատ վտանգավոր է օգտագործողի անձնական ինֆորմացիայի համար ու մշակեցին HTTPS-ը։ S բառը այս բaragայում նշանակում է secure, այսինքն ապահով։ Ու սա մեզ ասում է, որ երկու կողմերի միջև կապը կոդավորված է ու ոչ ոք չի կարող տենա, թե ինչ ինֆորմացիա եք փոխանակում սերվերի հետ։ Նույնիսկ ձեզ ինտերնետ տրամադրող ընկերությունը։ Իրանք միայն կարող տենան, որ դուք կապ եք հաստատել, ասենք youtube.com-ի հետ եւ որը ծավալով ինֆորմացիա եք տալիս ու ստանում, բայց թե այդ ինֆորմացիան ինչ է իր մեջ պարունակում, չեն կարող տենան։ Բայց չեմ ուզում, որ ձեր մեջ ինչ-որ կեղծ ապահովության զգացողություն ստեղծի, որ եթե կայքի սկզբում կա HTTPS, ուրեմն ամեն ինչ ապահով է։ Հա, ապահով է կապը ձեր ու այդ կայքի միջև, բայց ոչ մեկ չի ասում, որ այդ կայքը չի կարող օգտագործվի խաբեության համար, նենց որ ուշադիր եղեք, անծանոթ անուններով կայքեր մի մտեք։ Գնանք առաջ ու արդեն այս ապահով HTTPS կապի միջոցով ձեզ ամենամոտ YouTube սերվերից պակետների տեսքով ին վիդեոն անցնում է հազարավոր տարբեր լարերով, տարբեր ռոուտերներով, հասնում է ձեր բրաուզեր, պակետները ապակոդավորում են, վերածում են վիդեո ֆայլի, որ դուք վայելեք իմ չքնաղ պատկերը ու ձայնը։ Ու սենց ստեղծվում է կապը ձեր սարքի ու հազարավոր կիլոմետրեր այն կողմ գտնվող սերվերի հետ։ Ինտերնետը հետաքրքիր բան է ու կարելի ասել ամենուր է, հազարավոր համակարգիչներում, հազարավոր սերվերներում ու այս բոլորի միասնությունը իրար հետ հենց կոչվում է ինտերնետ։ Կուզեմ էլի նշեմ, այս ամեն ինչի աշխատանքային բում process-ը ավելի բարդ է, բայց փորձել եմ
մաքսիմալ հեշտացված կերպով բացատրեմ, որ բոլորին հասանելի լինի ու բոլորը հասկանան ոնց է ընդհանուր այս ինտերնետի գաղափարը աշխատում։ Ու այս ամեն ինչը նրա պատճառով, որ Ամերիկայի նախագահը ճուզեցավ հետ մնալ սովետական միությունից։ Սեղից կարելի է հետաքրքիր հետևություն անել, որ առողջ մրցակցությունը օգուտ է օգտագործողին։ Ժողովուրդ, եթե ինչ-որ բան բարդ էր, չհասկացաք, հարցեր մնացին, գրեք մեկնաբանություններում, մեծ սիրով կպատասխանեմ։ Ով նայեց մինչև ստեղ, անչափ շնորհակալ եմ ձեզնից, այս իմ առաջին sense մեծ ֆորմատով երկար վիդեոներ։ Իրոք շատ շնորհակալ եմ, որ նայեցիք։ Առողջ եղեք, միշտ նոր հանդիպում, սիրում եմ ձեզ։ Համ ինքն է